Եթե հնարավոր է այստեղ էկրանի վրա ցույց տան, ես կուզեմ մի վկայություն անեմ իմ աղջկա բժշկությունը։ Հնարավոր է որ միացնեն։ Սա իմ աղջիկն է, 14 տարեկան, աննման է։ Տարբեր եկեղեցիներ աղոթել են։ Հայաստանի, Ռուսաստանի, ամեն տեղերից աղոթ կա բացասել դեպի երկինք։ Եթե կնկատեք երկար մազերով այդ հյուսերը, խնդրում եմ հաջորդ նկարը 12 ժամ վիրահատությունից հետո, 12 ժամ վիրահատության ժամանակ արդեն տեղափոխել են վերակենդանացում եւ դուրս եկա մեկ ասեց, բա ով է ծնողները, ես կարճ համարոտ եմ պատմում, ասեց ձեր աղջիկը, ասեց բարի հովիվին ա կանչում, ասեք թող ներս գա։ Ասես մարդիկ երևի իմ ապրումների հետ են խաղում, ոնց բարի հովիվին ասեք թող ներս գա։ Ես արագ ներս մտա եւ եկա տեսա իմ աղջիկա շուրթերը ինչ-որ բան են խոսում։ Ականջս դրեցի իր բերանին մոտեցեցի, իր մոտ 4 ստադիա չարվորակ ռակ հիվանդություն էր։ Վերջի բանը բժիշկները տվեցին 2-ից 3 ամսվա կյանք, շատ արագ այդպես ասած զարգացող իրավիճակները եւ ասեցին որ ձեր աղջիկը այսքան կյանք ունի։ Եվ 12 ժամ վիրահատությունից հետո ասենց անգիտակից վիճակով արտասանում է 23 սաղմոսը։ Տերը իմ հովիվս է։ Ես բանի մկարոտություն պիտի չունենամ։ Նա ինձ հոտավետ արոտներին կարաշնորդ է, հոգիս կնորոք է, հանդարտ ջուրերի քով կպարկեսնե։ Եվ եթե շարունակվա թե մահվան շուքի ձորով անցնեմ, չարեմ պիտի չվախնամ, քանզի դու ինձ հետ ես։ Ասում եմ մեկ անգամ, վերջ ասում եմ երկրորդը, երրորդը, չորրորդը, հինգերորդը։ Ես այդտեղ չդիմացա գորացի, ասի փառք ես բարի հովիվ, որ դու իմ աղջիկաս հետ ես։ Մահվան շուքի ձորում իմ աղջիկը պիտի ապրի։ Իմ աղջիկը ապրելու է։ Ալելույա Տիրոջը։ Այդտեղ մեկը ասես հավատացյալ ասի այո։ Ասես դեդ ասա։ Սելի ասո Ժողովուրդ ջան։ Տեսեք, թող փոխեն նկարը։ Խնդրում եմ փոխեք։ Իմ երեխեն հասավ այս վիճակին 21 կիլոգրամ քաշ կորցրեց։ Կան ավելի դժվար նկարներ, ուղղակի եղբայրների խնդրանքով ցույց չենք տալիս։ Որտեղ սարսափելի է որ սպիտակ սավանով ծածկված եւ չի երևում որ տակը ընդհանրապես մարդ կա։ Ոնց որ ոսկորը մեր շոքի մեջ լցրած։ Եվ մի քանի անգամ արդեն որ արդեն հեռանում էր իմ նույնիսկ մեր ձեռքերի մեջ երեխան։ Տարեք տուն, գնացեք պատրաստություն տեսեք։ Եկանք տուն, բայց աղոթքը չի դադարում։ Եվ տեսեք սելներ այնտեղ որ հեռացել են ուռուցքը մի հատ դրեք մեծությունը, այդ տեսեք 3 կիլո կես մեծությամբ քաշով, այսպես մեծ ուռուցք, երբ որ սա հեռացեցին այնտեղ տարածվեց արդեն դարձավ 5-6 ուռուցք։ 5-6։ Եվ այդ ամեն ինչից հետո սիրելիներ ջան, Աստված իր հրաշքը ցույց տվեց։ 6 քիմիա ընդունեց, 6 կուրս, ամեն կուրսը դե գիտեք, եթե ովքեր որ ծանոթ են գիտեք թե ինչքան մեծ դժվարություններով, շատ սարսափելի այդպես իրավիճակների մեջ, շատ դժվարություններով, ես հա թող հասնի, ես կխնդրեմ որ օպերատորը ցույց տա ձեզ ներկայիս իմ աղջկան, հիմա իրան սրտի մեջ Աստված որոշում ա դրել, որ ինքը պետքա բժիշկ դառնա, այսօր ինքը քննության ա, բժշկականի, առաջի քննությունը ամբողջ կուրսից մենակ ինքն անց է։ Ես ճիշտ է ցավում եմ մնացած չանցողներ, ովքեր նրանց որ չեն անցել, բայց ինքը անցավ առաջինը, հիմա երկրորդն այսօր եւ այդպես սովորում ա շատ։ Ես մեկ-մեկ ասում եմ երևի իմ աղջիկն է, ես գիտեմ որ ես sense չէր սովորում, բայց ոնց որ երկնքից իմաստություն ա եկել այս երեխու մեջ։ Ինչ ա կատարվում, այնց ա սովորում, ես եմ զարմանում իր սովորելու վրա։ Հիմա ներկայիս ինքը Աստվածաշունչը ձեռքի տակ, դա ձեռքը, փառք Տիրոջը սերներ ջան։ Եվ նպատակը դրե օնկոլոգ դառնալու, ասես որ պապա մամա ասես ձեր գործը դեռ պիտի շարունակեք հիվանդանոցում, որտեվ իրա պարկած ժամանակ մենք 4 անգամ ավետարանչություն ենք արել հիվանդանոցում։ Այդ իզոլատորներից ներս։ Սա Աստծո շնորհն ու Աստծո ողորմությունն էր։ Իր այդ պարկած երեխաներից 19 երեխա մահացան։ Ես թաղումներին ներկա եմ եղել։ Շատ դժվար սիրելիներ ջան, շատ։ Բայց մայրերի նաև խումբ ստեղծվեց։ Կինս աշխատում էր մայրերի հետ։ Մենք այդտեղ խոսում ենք, ինձ մեջ մեծ հավատ առաջացավ։ Մայրեր կան, որ նորից երեխա ունեցան։ Գիտեք, առհասարակ նրանք ովքեր 2 երեխա ունեն կամ 3 ունեն, եթե ես ու կինս այցելում ենք իրանց տուն, իրանք 3-րդը կամ 4-րդը պլանավորում են։ Իսկ ես էլ ունեմ 9 երեխա։ Փառավորվի Հիսուսի անունը։ Ոչ փառքը